2023 թվականը Հայաստանի համար տնտեսապես բարենպաստ տարի էր։ Վիճակագրության համաձայն նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է մոտ 9%-ով։ Ըստ ներկայացված տվյալների, հաշվետու ժամանակաշրջանում աճել են առևտրի շրջանառության, շինարարության եւ ծառայությունների ծավալները, նվազել է արդյունաբերության արտադրանքի ծավալը։ Այս տարվա տնտեսական ցուցանիշների մասին կխոսենք Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։ Պարոն Պապոյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այս տարվա վիճակագրությունը բարենպաստ էր մեր տնտեսության համար։ Կխնդրեի ներկայացնեք հատկապես որ ոլորտներն են ապահովել այս տնտեսական աճը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ նշեմ, որ ըստ էության 2020 թվականից հետո Հայաստանի տնտեսությունը բավականին արագ տեմպով է սկսել աճել։ Մենք 2021 թվականին ունեցանք բավականին բարձր աճ, 22-ին արդեն երկնիշ 12.6% տնտեսական աճ ունեցանք եւ այդ բարձր աճի տեմպը շարունակվեց ողջ 2023 թվականի ընթացքում եւ դուք իրավացի եք, մեր գնահատականներով կունենանք 8 եւ ավելի տոկոս տնտեսական աճ 2023-ի համար։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր թիրախը 7% էր եւ այդ թիրախը, երբ որ մենք հայտարարեցինք, բոլոր, այսպես ասած, ընդդիմադիր շրջանակները, այդ թվում նաև, այսպես ասենք, անկախ փորձագիտական շրջանակներ, որոնք որևէ քաղաքական հայացք չունեին, համարում էին անիրատեսական, քանի որ համարում էին դա շատ բարձր թիրախ է Հայաստանի համար, Հայաստանի տնտեսության պոտենցիալը համարում էին ընդամենը 4.5% եւ 7% թիրախը ըստ էության, այսպես ձևակերպենք, իլյուզիա էր։ Բայց մենք հավատում էինք, որ դա կարող ենք անել եւ դրան, որովհետեւ այդ գործողությունների հիմքում հստակ այդ թիրախի հիմքում հստակ գործողություններ էին եւ այդ գործողությունների շարունակականությունը բերեց իր արդյունքը։ Ահավասիկ, տեսեք, զբոսաշրջությունը։ Մենք թիրախ էինք դրել, որ պետք է ունենանք շատ մեծ քանակով զբոսաշրջիկներ եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Դեռևս մի քանի տարի առաջ, երբ որ 2 միլիոն զբոսաշրջիկի մասին ենք խոսում Ազգային ժողովում, դա համարվում էր անիրատեսական, դա համարվում էր թիրախ, որի պետք է դնել, բայց փորձել հասնել, դա հասկանալի է, որ նույնիսկ ընդդիմադիրներն էին խոսում դրա մասին, դա իրատեսական չի, այսպես շարունակ, բայց ինչ ունենք այս տարի։ Այս տարի մենք ունենք այս պայմանությամբ արդեն ավելի քան 2.2 միլիոն զբոսաշրջիկ ըստ էության, բայց եւ դեկտեմբերի վիճակագրությունը բնականաբար ամփոփված չի, որովհետև տարվա մի մասը դեռևս արժևում է, եւ ես կարծում եմ, որ մենք հնարավոր է մինչեւ 2.5 միլիոն զբոսաշրջիկ ունենանք։ Սա օրինակ առաջին ուղղություններից մեկն է, որովհետև այս մարդիկ իրենց հետ բերում են գումար, միջինում դոլարային արտահայտությամբ դա կազմում է մոտավորապես $1200, մոտ 500,000 դրամ։ Ծախսում են տարբեր ոլորտներում, հյուրանոցներում, սրճարաններում, մշակութային ժամանցի կենտրոններում, տաքսի եւ այլն, այսինքն մեր հասարակության բոլոր խավերը վարձում են բնակարաններ, փաստացի կարող են օգտվել եւ հնարավորություն ունեն օգտվել։ Հարկեր են գեներացվում այդ հարկերով մենք կարողացանք այս տարի կենսաթոշակներն ավելացնել, աշխատավարձներն ավելացնել, միջին աշխատավարձը ավելացավ։ Սա առաջին, այսպես օրինակ, տեսանելի ուղղություններից մեկը։ Երկրորդը դա շինարարությունն է։ Ընդ որում շինարարություն երկու ուղղությամբ, որոնք երկուսն էլ ներառական են։ Առաջինը դա պետության կողմից իրականացվող կապիտալ շինարարությունն է։ Անկախության ընթացքում առաջին անգամ շատ մեծ ծրագիր ենք իրագործում, ջրամբարի կառուցում, որը Արարատյան դաշտի հազարավոր հեկտար հողեր ըստ էության ջրով կապահովի։ Իրականացնում ենք հարյուրավոր ամեն տարի 5-ից 700 կիլոմետր համայնքների հետ մեկտեղ 800 եւ ավելի կիլոմետր ճանապարհ ենք վերանորոգում, հիմնանորոգում, կառուցում, տասնյակ ջրամբարներ, թունելներ, սրանք մարդկանց համար են, տասնյակ դպրոցներ, ընդ որում ես սրա մասին խոսել եմ։ Դպրոցներ են կառուցում, որոնց մասին մենք օրինակ ես իմ դպրոցական տարիներին այդպիսի դպրոցներ տեսել էի միայն ֆիլմերում, հեռուստատեսությամբ, նման դպրոց Հայաստանում չկար։ Հիմա այդ դպրոցները մեր երեխաների համար իրականություն են եւ կյանքի անբաժանելի մաս։ Կառուցում ենք ամեն տարի տասնյակ մանկապարտեզներ, հնգամյակում 500 մանկապարտեզ ենք կառուցելու, վերանորոգելու, հիմնանորոգելու, սրանք մարդկանց համար են, այսինքն երկրորդ ուղղությունը դա շինարարությունն է, ընդ որում շինարարությունը պետության կողմից իրականացվող, որը հանրության համար է, բայց նաև շատ կարևոր է մասնավոր շինարարությունը, եւ մասնավոր շինարարությունը նույնպես կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն ունի։
տասնյակ հազարավոր երիտասարդ ընտանիքներ, ամեն տարի պետության աջակցությամբ ձեռք են բերում բնակարան։ Ինչու եմ ասում պետության աջակցությամբ։ Մասնավորապես, այսպիսի օրինակ բերեմ։ Բնակարան, որի արժեքը ենթադրենք 25 միլիոն դրամ է։ Հիպոթեկային վարկը 20 տարվա ընթացքում որ պետք է վճարվի, եւս մի 25 միլիոն դրամ է։ Այդ 25 միլիոն դրամը, երկրորդ 25 միլիոն դրամը պետությունը վերցնում է իր վրա։ Այսինքն կարելի ասել ընտանիքը կես գնով ձեռք է բերում նորակառույցում բնակարան։ Սա ամեն տարի տասնյակ հազարավոր ընտանիքներ եւ հիմնականում երիտասարդ ընտանիքներ։ Եվ այս տեմպերը 2023-ին իրենց այս պայդրության պատմական առավելագույնի վրա են հայտնվել, կարծում են 24-ին էլ ավելի մեծ է լինելու թիվը եւ ծիրախը այդպեսին է։ Սա նույնպես շատ կարեւոր ուղղություն է։ Իհարկե զարգացման այլ ոլորտներ եւս ունենք, դուք նշեցիք արդյունաբերության թերացման մասին, բայց այստեղ ավելի շատ խնդիրները կապված են այսպես ասած միջազգային գների հետ, օրինակ պղնձի գները դրամային արտահայտության որոշակիորեն նվազել են եւ ըստ էության բացարձակ արժեքով դա է հիմնական նվազման պատճառներից մեկը, բայց ընդհանուր առմամբ ես ուզում ասեմ, որ առևտրի ծավալը շատ էական աճ ունի, մենք արտահանման էական աճ ունենք նաև ներմուծման աճ, ինչը բնական է, որովհետև եթե ավելացել է կենսաթոշակը, եթե ավելացել է միջին աշխատավարձը, եթե ավելացել է բիզնեսի շահութաբերությունը, ապա մարդկանց ձեռքին հավելյալ գումարներ են հայտնվել եւ նրանք ծախսում են ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար, հետեւաբար այդ ապրանքներն ու ծառայությունները պետք է դրանց մի մասը, մի զգալի մասը ներմուծվում են Հայաստան, ներմուծումն էլ է ավելացել, որը նույնպես կենսամակարդակի մասին է խոսում, որովհետև եթե օրինակ շորի, հագուստի ներմուծումը Հայաստան ավելացել է, դա նշանակում է, որ Հայաստանում հագուստի պահանջարկը ավելացել է։ Իսկ դա հետևանք է նրա, որ մարդկանց եկամուտներն են ավելացել։ Չի կարող եկամուտը չավելանալ, բայց օրինակ հագուստի ներմուծումը եւ առևտուրը կտրուկ չավելանալ։ Բայց միևնույն ժամանակ նաեւ կտրուկ ավելացել է մեր արտահանումը։ Մեր արտադրողները այս տարի շատ ավելի շատ են պահածոներ արտահանել, խմիչքներ արտահանել, չոր մրգեր արտահանել, մրգեր արտահանել եւ տարբեր բազմաթիվ այլ ապրանքներ եւ սա նույնպես բերել է նրանց շահութաբերության ավելացմանը եւ իհարկե կարեւոր ուղղություններից է նաեւ ֆինանսական ծառայությունների ոլորտը այս ոլորտը նույնպես էական առաջընթաց է արձանագրել ֆանտաստիկ շահութաբերություն է արձանագրել այդ ոլորտում տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում ոլորտի աշխատողների աշխատակիցների աշխատավարձը էական ավելացել է եւ մի շատ կարեւոր բան մենք ասում ենք բանկային համակարգը գերշահույթներ ունի գերշահույթներ, բայց այդ գերշահույթների 80%-ից ավելին ձևավորվել է ոչ ռեզիդենտներից, այսինքն արտասահմանցիներից։ Սա նույնպես շատ կարևոր է, այսինքն մեր քաղաքացիները չեն հիմնականում այդ շահույթներն ապահովել, այլ արտասահմանյան երկրների, այլ երկրների քաղաքացիները։ Եվ սա եւ պետության տեսանկյունից շատ դրական երևույթ է, եւ բանկային համակարգի տեսանկյունից շատ դրական երևույթ է, եւ դրա արդյունքում դիվիդենդներ են բաժանվել, բիզնեսի շահութաբերությունն է ավելացել, եւ կրկնում եմ մարդկանց աշխատավարձներն նաեւ էականորեն ավելացել եւ իհարկե ֆինանսական կայունությունն է մեծացել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներ, այո 100 հազարավոր քաղաքացիներ ունեն ավանդներ բանկերում տրիլիոնավոր դրամների եւ այդ դրամների այսպես ասած անվտանգության բարձիկն է մեծացել նաեւ այս տնտեսական աճի եւ այդ գործողությունների արդյունքում Շատ լավ 2023 թվականը կարծես թե արդյունաբերության համար նվազել էր ու կխնդրեմ խոսեք դուք արդեն պատճառների մասին խոսեցիք իսկ ոլորտը բարելավելու համար ինչ քայլեր են կատարվում Դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև երկարաժամկետ զարգացման հեռանկարում մեր գերխնդիրն է կայուն զարգացում ունենալը եւ այդտեղ ունի արդյունաբերությունը էական նշանակություն։ Մենք արդեն իսկ 5 ոլորտ ենք մեզ համար առանձնացրել, որոնք մեր պետության համար արդյունաբերության տեսանկյունից լինելու են առաջնահերթություններ եւ հիմնական, այսպես ասած, աջակցությունները եւ թիրախները այդ ոլորտներն են լինելու։ Բացի այդ, մեզ համար կարևոր ուղղություն է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, դուք գիտեք, IT ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է, բայց ուզում ենք նաեւ դրա հետ մեկտեղ ոչ միայն IT
ոլորտը զարգանա, այլ նաև Հայաստանում բարդ ապրանքների արտադրությունը, որովհետև ինչքան ապրանքը բարդ է, այնքան ավելի շատ մարդ է այդ ոլորտում աշխատում, այնքան ավելի շատ եկամուտ է ստացվում, հա, այդ process-ից եւ դա այդ պատճառով կառավարությունը cashback-ի, այսպես ասած, ծրագիր է առաջ քաշել, որ ինչ ենք մենք առաջարկում, մենք ասում ենք հետեւյալը. եթե դու բարդ ապրանքների արտադրության գծով ներդրումներ ես անում, ապա կառավարությունը քեզ քո ներդրումների որոշակի տոկոսը հետ վերադարձնում է քեզ, ինչը էական առաջընթաց է եւ նաեւ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, տեսել ենք, որ հատկապես այն երկրներում, որտեղ այդ մեխանիզմը ներդրվել է, այդ երկրներում բավականին արդյունավետ է, ուրեմն այդ ուղղությամբ զարգացումները տեղի ունեցել։ Սա կարծում ենք շատ կարևոր է, մյուս կողմից կարևոր ենք համարում նաեւ ստանդարտները, որովհետեւ այդ ստանդարտները միայն տնտեսության մրցունակության բարձրացման մասին չէ, նաեւ օրինակ եթե խոսում ենք սննդի արդյունաբերության մեջ ստանդարտների մասին, դա մեր բնակչության անվտանգության եւ առողջության մասին է խոսքը գնում, որովհետեւ եթե դու ստանդարտները բարձրացնում ես, մի կողմից, այո, միգուցե հնարավոր է դժվարություններ ունենա քո արտադրողները, բայց նրանց մրցունակությունն է միջազգային շուկաներում ավելանում, բայց մյուս կողմից էլ քո երկրի բնակիչները օրինակ ուտում են կամ սնվում են այնպիսի մթերքներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին, ինչը շատ կարևոր է, որովհետև այդ ստանդարտների բացակայությունը այսօր կարող է որոշակիորեն բավարարել մեր քաղաքացիների ինչ-որ շրջանակի, բայց օրինակ մեծ հաշվով բերի նրան, որ դրա հետևանքով մեկ այլ քաղաքացիների խումբ օրինակ ունենան որոշակի խնդիրներ, այդ թվում նաև առողջապահական, որը պետությունը նույնպես փորձում է լուծել։ Եվ այս առումով ես ուզում եմ նաև նշել, որ 23 թվականի տնտեսական արդյունքները դրանք մարդկանց մասին էին։ Դրանք ես նշեցի օրինակ դպրոցների ճանապարհների հատվածը, բայց մի շատ կարևոր բան ասեմ։ Մենք այսօր կառուցել ենք 1 տարում ավելի շատ առողջապահական կենտրոններ հիմնանորոգել են, քան կառուցվել, ավարտվել եւ կառուցման փուլում է գտնվում, քան ամբողջ Հայաստանի անկախության պատմության մեջ է տեղի ունեցել։ Սա իհարկե սա նշանակում է մարդու համար իրականացվող գործընթաց է եւ իհարկե ես համար շատ կարեւոր է նաեւ առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմը, որի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները կունենան առողջապահական ապահովագրություն, իսկ սոցիալապես անապահով մարդիկ մինչեւ 18 տարեկանները երեխաները եւ կենսաթոշակառուները եւ զինվորականները պետության կողմից անվճար, իսկ պետությունը իրենց անվճար կտրամադրի այդ առողջապահական փաթեթը, իսկ աշխատողները իրենց հաշվին կամ մասամբ պետությունը կփոխհատուցի։ Օրինակ, ցածր աշխատավարձ ստացողների համար մինչև 80% կփոխհատուցի, շատ բարձր աշխատավարձ ստացողների համար միգուցե չփոխհատուցենք եւ այսպես շարունակ։ Շատ լավ։ 2023 թվականին տնտեսական ցուցանիշները ինչ ազդեցություն կարող են թողնել 2024 թվականի ցուցանիշների վրա։ Ես կարծում եմ, որ ոչ թե տնտեսական առումով պետք է հարցը դիտարկենք, տարին ամփոփում ենք, ես կարծում եմ ելի կգամ նույն տրամաբանության մարդու համար ինչ ենք ստեղծում։ Ինչ ենք արել։ Կառուցել ենք 700 կիլոմետրից ավել ճանապարհ։ Հիմնանորոգել ենք, այսինքն 700 կիլոմետր ավել ճանապարհ, որտեղ բազմաթիվ գյուղերում, բազմաթիվ քաղաքներում ճանապարհ չի եղել կամ գրեթե ճանապարհ չի եղել, հիմա կա ժամանակակից լավ կառուցված հարթ ճանապարհ։ Սա ում համար է, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար է։ Հարյուրավոր դպրոցներ ունենք արդեն վերանորոգված, հիմնանորոգված, ժամանակակից գույքով, նոր գույքով։ Դպրոցներ, որոնք մենք մի քանի տարի առաջ միայն մեր երեխաները մենք տեսել էինք միայն հեռուստացույցով, ֆիլմերում կամ չգիտեմ, եթե արտասահմանում բախտ վիճակվածներ լինեինք այդտեղ, ուրիշ որևէ տեղ չէինք կարող տեսնել։ Հիմա մեր կառուցվող ոչ մի դպրոց չի զիջում իր տեխնիկական վերազինմամբ, իր գույքային հագեցվածությամբ, իր վերանորոգման մակարդակով եվրոպական, ամերիկյան համապատասխան կառույցներին։ Հարյուրավոր մանկապարտեզներ ենք վերանորոգում, հիմնանորոգում։ Ընդ որում մանկապարտեզներ ենք վերանորոգում վայրում, այսինքն ինչ է տեղի ունեցել, մի դրվագ պատմեմ։ 15 տարի առաջ մանկապարտեզը փակել են, սեփականաշնորհել են, հողը հետո ծախել են, հիմա պետությունը գնացել է այդ տարածքի կողքը, մանկապարտեզ է կառուցում, ժամանակակից մանկապարտեզ, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխան։ Սա մեր երեխաների համար է, առողջության համապարփակ ապահովագրություն ասեցի։ 2023 թվականում այս հնարավորություն տվեց բարձրացնել մեր կենսաթոշակառուների կենսաթոշակը։ 2023-ի տնտեսական աճը մեզ հնարավորություն տվեց,
որպեսզի մենք 2024 թվականին մեր բոլոր կենսաթոշակառուների համար կշարունակենք քեշբեքի քաղաքականությունը։ Ընդ որում, եթե նախկինում միայն կոնկրետ բանկեր էին մասնակցում համաֆինանսավորմամբ, ապա պետությունը հիմա ամբողջությամբ վերցնում է բեռը իր վրա եւ բոլոր մեր կենսաթոշակառուները բոլորը առանց բացառությամբ, էական չի բանկը, եթե իրենք անկանխիկ գնում են կատարում, ապա այդ անկանխիկ գնման 10%-ը պետությունը քեշբեքը վերադարձնում։ Այսինքն կարող ենք ասել, որ 24 թվականի մեր բոլոր կենսաթոշակառուները հավելյալ 10% կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունեն։ Իսկ մի շարքները ընդհանրապես նոր է այդ հնարավորությունը մտնելու, որտեղ մարդը այլ բանկից էր օգտվում եւ այդ հնարավորությունը չուներ։ Սա հնարավորություն է, սա նույնպես մարդկանց համար է։ Շարունակելու ենք բարեփոխումները բոլոր ոլորտներում, պաշտպանական, անվտանգային եւ այսպես շարունակ, եւ այդ պատճառով նաեւ այդ ռեֆորմների, բարեփոխումների հետևանքը այն է, որ 2024-ի համար նույնպես 7% թիրախն ենք սահմանել եւ այդ թիրախը ինչպես 22-ին, որ արեցինք 12.6, ասվում էր անհնար է, քննադատվում էր չեք անի, բայց արեցինք, եւ այդ թիրախը ինչպես 23-ին էր ասում էր անհնար է, հնարավոր չի, պատահական էր 22-ը, 23-ին չեք կարողանալ, արեցինք, հիմա նույն կերպ քննադատվում է, եւ վստահ եմ, որ 23-ին նույն կերպ այս քննադատությունները մի կողմ ենք դնելու եւ իրականացնելու ենք այդ բարձր տնտեսական աճը, որ մեզ հնարավորություն է տալու շարունակել բարձրացնել միջին աշխատավարձը, շարունակել բարձրացնել կենսաթոշակները, շարունակել բարձրացնել զինվորականների աշխատավարձերը, շարունակել տասնյակ դպրոցներ հիմնանորոգել, հարյուրավոր կիլոմետրով ճանապարհներ կառուցել, տասնյակ 100-ից ավել մանկապարտեզներ հիմնանորոգել, կառուցել, ջրամբարներ կառուցել, ոռոգման համակարգեր կառուցել, խմելու ջրի ջրագծեր կառուցել, գազաֆիկացնել նոր բնակավայրեր եւ այսպես շարունակ։ Սա եւ այդ նպատակի համար 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը ունի իր պատմական առավելագույն մեծ պետական բյուջեն, որը ավելի քան 7.5 միլիարդ դոլար է։ Շատ լավ։ Սեպտեմբերին բռնի տեղահանված 100,000-ից ավել արցախցի տեղափոխվեցին Հայաստան մշտական կամ ժամանակավոր բնակության ու կառավարության կողմից էլ նրանք տարբեր աջակցություններ ստացան։ Ինչ ազդեցություն թողեց այս ամենը մեր տնտեսության վրա։ Լեռնային Ղարաբաղի հայերը մեր առանձնահատուկ հոգացության տակ են գտնվում։ Եվ մեր քաղաքացիները իրենց հավաքագրած, իրենց տրամադրած հարկային միջոցներից պետության միջոցով հարյուրավոր միլիարդ դրամների օգնություն են տվել տարբեր ժամանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը եւ այսօր էլ շարունակում են տալ։ Տասնյակ միլիարդավոր դրամներ մենք արդեն իսկ տվել ենք։ Եվ պատրաստվում ենք եւս տասնյակ միլիարդավոր դրամներ 2024-ին տանք։ Եվ մեր թիրախը հետեւյալն է։ Նաև բնակարանաշինություն իրականացնել, մարդկանց տալ բնակարաններ, իհարկե որոշակի կանոններով, որպեսզի ակնհայտ մեր Հայաստանի քաղաքացիների եւ մեր Լեռնային Ղարաբաղի հայ հայրենակիցների միջև այդ տարբերակվածությունը չընդգծենք, այսինքն եթե մի բան անում ենք, բոլորի համար պետք է անենք, սա այս կանոնով պետք է շարունակենք գործել եւ պետք է փորձենք նրանց ինտեգրենք, որպեսզի նրանք չարտագաղթեն։ Նրանք մնան Հայաստանում, տնտեսական գործունեությամբ զբաղվեն Հայաստանում, աշխատավարձ ստանան Հայաստանում, բիզնես հիմնադրեն Հայաստանում, սովորեն Հայաստանում, ապրեն Հայաստանում, արարեն Հայաստանում, դրանով նաև ուժեղացնեն Հայաստանը եւ հզորացնեն Հայաստանը։ Եվ այն ինչ որ չեն կարողացել անել Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում դա պետք է անել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մշտապես պետք է լինի անկախ եւ Հայաստանի Հանրապետության լինելիության իմաստն է նաեւ հենց դա է, որ մեր պետականության պահպանմամբ մենք կարողանանք լինել ու պետք է լինենք ողջ աշխարհի հայության ըստ էության ոչ միայն բնորանը, այլ նաեւ վերջի վերջո այն կետը, որտեղ այդ մարդիկ պետք է գան ու հավաքվեն։ Պարոն Պապոյան, կխնդրեմ նշեք այս տարի որքան են կազմել ներդրումները եւ ինչ քայլեր են արվել ներդրումների հոսքը ավելացնելու համար։ Այս տարի մենք ունենք պատմական առավելագույն ներդրումներ, գիտեք, տարբեր գնահատումներ կան ներդրումների եւ այդ ներդրման այդ գնահատման ցուցանիշներով, այսինքն օտարերկրյա ուղղակի ներդրումներ, առհասարակ պետական հատվածի ներդրումներ եւ այլն, դրանք այդ թվերով ես հիմա չէի ուզենա ձեզ ծանրաբեռնել, բայց կարող եմ ասել, որ
առավելագույն ծավալով, այսինքն մենք ներդրումները տեղի ունեցել եւ այդտեղ շատ կարեւոր եղել պետության դերակատարը, որովհետեւ պետական հատված հաստատի էական ներդրումային, այսպես ասած, միջավայր է ստեղծել, բայց այստեղ նաեւ մեզ համար շատ կարեւոր է ոչ թե 1 տարով բավարարվելը, այլ նաեւ այնպիսի միջավայր ստեղծելը, որպեսզի այդ ներդրումները շարունակական լինեն։ Եվ դա է պատճառը, որ մենք ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագիրն ենք մեր բիզնես միջավայրին առաջարկել։ Ինչ է դա նշանակում։ Ասում ենք օրինակ, ուզում ես կառուցես օրինակ հյուրանոց ինչ-որ միտեղ Անտառափեշին։ Խնդրեմ, կառուցի։ Ջրագիծը մենք կքաշենք պետությունը, ճանապարհը պետությունը կքաշի։ Այսինքն դու ներդրում արա, մենք մեր անհատույց մեր կողմից մեր ներդրումը իրականացնենք, որը դու պետք է անեիր։ Դրանով Հայաստանում ներդրման գրավչությունը էականորեն մեծացնում ենք։ Եվ այս ծրագրով արդեն իսկ հետաքրքրվողներ կան, արդեն իսկ ներդրումներ անողներ կան եւ այդ շարունակելու ենք այդ առումով մեր քաղաքականությունը։ Այսինքն մեր նպատակը հետեւյալն է՝ ներդրումային միջավայրը Հայաստանում շարունակաբար դարձնել ավելի լավը եւ դրա ամենալավ ճանապարհը դա ներդրողի հետ համապատասխան ներդրում անել եւ այդ ներդրումը նվիրել իրեն։ Իսկ կան ներդրումներ, որ այս տարի արվել են, բայց դրանք ազդեցություն կթողնեն արդեն 2024 թվականի վրա։ Ասեմ ձեզ, ներդրումների մի զգալի մասը հենց հաջորդ տարիներին ազդեցություն։ Այսինքն այսօրվա ազդեցությունները դրանք նախորդ, նախանցած մի քանի տարի առաջվա ներդրումներ են։ Այն ինչ որ մենք հիմա ունենք, բարձր տնտեսական աճը, դրանք վերջին 5 տարիներում կատարված ռեֆորմներ։ 2018 թվականի հեղափոխության, Թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում արված ռեֆորմների հետևանքն է։ Այն ինչ որ մենք այսօր անում ենք, դա արդյունքները կտեսնենք մի քանի տարի հետո։ Մի որոշ ռեֆորմների արդյունքները միգուցե մի քանի տասնյակ տարի հետո տեսնենք, որովհետև եթե առողջապահական համակարգի ռեֆորմ ես դու անում, դա բերելու է օրինակ մարդկանց կյանքի երկարացման։ Բայց դա այդ երկարացումը կարող երևա 30-40 տարի հետո։ Երբ որ օրինակ կյանքի միջին տևողությունը ասենք 5 կամ 7 տարի կարող է երկարել։ Որտեվ դա այսօրվա գործողության հետևանքով է։ Իսկ ինչքան է այսօր, դա հետևանք է նախկինի գործողության, որովհետև եթե մարդիկ օրինակ 90-ականներին, 2000-ականներին պատշաճ չեն բուժվել, հիմա բնականաբար առողջության հետ կապված խնդիրներ ունեն, եւ դա ազդում է բազմաթիվ ցուցանիշների վրա, այդ թվում նաեւ իմ նշած ցուցանիշի վրա։ Եվ եթե այսօր մարդիկ բուժվեն, որովհետև կստանան առողջապահական ապահովագրություն, նրանք 20-30 տարի հետո չեն ունենա այն խնդիրը, ինչը ունի օրինակ այդ նույն տարիքի մարդը այսօր, որովհետև նա 20-30 տարի առաջ չի ունեցել այդ ապահովագրությունը եւ չի կարողացել բուժվել, չի կարողացել հետևել իր առողջությանը եւ այսպես շարունակ։ Շատ լավ, պարոն Պապայան, վիճակագրության համաձայն այս տարի 2 միլիոնից ավել զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Դուք արդեն նշեցիք մարդկանց եւ կապիտալի ներհոսքի տնտեսական հնարավորությունները։ Կխնդրեի նաեւ նշեիք, թե ինչ քայլեր են պետության կողմից արվում, որ հետագայում էլ զբոսաշրջիկները գան Հայաստան։ Ես նշեցի արդեն զբոսաշրջության մասին, բայց նաև նշեցի ներդրումներ ենթակառուցվածքների մասին ծրագիրը, որը հենց դրա բաղադրիչներից է, որովհետև հատկապես հենց այդ ոլորտն է այսօր հետաքրքրված։ Նոր հյուրանոցներ կառուցեն, հյուրատներ կառուցեն եւ ինչ ենք մենք մարդկանց ասում ենք դու կառուցի, քեզ դրա համար ինչ է պետք։ Գազատարը պետությունը կբերի կհասցնի, ջրատար, ջուրը պետությունը կբերի կհասցնի, ճանապարհ ես ուզում, ճանապարհը պետությունը կկառուցի։ Այսինքն դա շատ կարևոր է։ Մյուս կողմից մենք մի հասարակ օրինակ բերեմ, երկար տարիներ, տասնյակ տարիներ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել էր իր համար առաջնահերթություն։ Եվ գիտեք այդ առաջնահերթության սպասարկման համար օրինակ ասենք 2010-ականներին տարեկան ինչքան գումար էր հատկացվում 100 միլիոն դրամ։ Այս տարի հատկացվել է 20 անգամ շատ 2 միլիարդ դրամ։ Հիմա 1 միլիարդ 900 միլիոն դրամով բյուջեն ավելացել է, բայց արդյունքը ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ։ Իսկ ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկը $1200 դե տեսեք ինչքան գումար է։ Այսինքն 1.9 միլիարդ դրամը հազարապատիկ ավելի շատ, հարյուրապատիկ ավելի շատ, հարյուրապատիկ ավելի շատ արդյունք է բերել։ Սա արդյունք է ճիշտ քաղաքականության, երբ որ դու փողը ծախսում ես ճիշտ ուղղությամբ եւ այդ փողը քեզ բերում է պետության, բերում է ժողովրդի, բերում է շատ ավելի շատ մեծ գումար։
Եվ այս ուղղությամբ շարունակելու ենք, այսինքն եւ ներդրումներ Հայաստանում, որպեսզի զբոսաշրջային միջավայրը զարգանա, եւ ասեմ ձեզ մասնակցելու ենք միջազգային ֆորումների, տարբեր տեսակի տնտեսական զբոսաշրջային ավելի ակտիվ, շարունակելու ենք նոր ուղղություններով Հայաստան բերել որպես ուղիղ չվերթներ, որովհետեւ դա շատ կարեւոր է, օրինակ այս տարի Բերլինից ուղիղ չվերթ եղավ, նախատեսում ենք հաջորդ տարի արդեն ուղիղ չվերթներ գերմանական այլ քաղաքներից, այսինքն դա հնարավորություն է տալի գերմանացի զբոսաշրջիկին ուղիղ 1 տոմս գնելով գալ Հայաստան, ոչ թե ինչ որ երկար բարդ ճանապարհներում, ինչպես նախկինում է եղել, եւ հակառակը։ Եվ գիտեք, իհարկե նաեւ մարքեթինգային ակտիվ քաղաքականություն ենք վարելու, բոլոր հայտնի, այսպես ասած, զբոսաշրջային միջավայրեր ձևավորող հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացնող արշավներ ենք անելու եւ այո թիրախը 2024 թվականի համար մինիմում նվազագույնը 2.5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ելի եմ կրկնում շատ բարձր թիվ է, որովհետեւ երբ որ դուք տեսնում եք օրինակ տաքսի ծառայությունների գների ավելացում, այդ նրա պատճառով է, որ զբոսաշրջիկները այնքան շատ են, որ մեր քաղաքացիներին չեն հասցնում սպասարկել այդ ծառայությունները եւ դա բերում է գների ավելացման։ Իհարկե, այդտեղ էլ պետք է անել ներդրումներ, որպեսզի նոր ծառայություններ բացվի, գները շատ չավելանան եւ այլն, բայց եթե ինչ-որ բանի գին բարձրանում է, դա շատ բարձր տրամաբանություն, ուրեմն դրա նկատմամբ պահանջարկը կտրուկ մեծացել է։ Իսկ եթե պահանջարկը մի բանի նկատմամբ մեծացել է, նշանակում է դրա նկատմամբ վճարողականությունն է բարձրացել։ Մարդկանց ձեռքը գումար է հայտնվել, փող է հայտնվել, իրենք կարողանում են ծախսել։ Եվ սա շատ կարևոր է, հրաշալի է պարզապես։ Իհարկե գնաճը ցանկալի բան չէ, բայց այստեղ էլ ունենք հաջողություններ։ Հայաստանը աշխարհում ամենացածր գնաճ ունեցող երկրներից է։ Վերջին ամիսներին մեր գնաճը առանձին ամիսների այսպես բացասական է, այսինքն գնանկում էլ ունենք։ Որոշ դեպքերում 1.07%, մեր հարևան երկրներից մեկում անգամ մի քանի տասնյակ տոկոս է։ Բազմաթիվ երկրներում արևելա եվրոպական 10 եւ ավելի տոկոս է։ Այստեղ էլ շատ լավ միջավայր ունենք եւ սա նույնպես իհարկե բերում է տնտեսության զարգացմանը։ Քանի որ գնաճից խոսեցինք, կենտրոնական բանկը որքանով էլ փորձում է գնաճը զսպել, այնուամենայնիվ այս տարի ընդհանուր ինդեքսով աճել է 0.1%-ով։ Իսկ կառավարության կողմից կան զսպելու ինչ-որ մեխանիզմներ։ Տեսեք, իրականում 0.1% գնաճը դա համարվում է շատ ցածր գնաճ։ Մեր ազգային ժողովը կենտրոնական բանկի առաջ թիրախը դրել է 4%։ Այսինքն մինչև 4% գնաճը խնդրահարույց չէ։ 0.1% գնաճ դա իրականում ֆանտաստիկ լավ ցուցանիշ է։ Աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկն ունենք։ Աշխարհի երկրների մեծ մասում գնաճը Հայաստանից տոկոսներով բարձր է, անգամներով բարձր է։ Սա շատ կարևոր է։ Եվ ուզում եմ ասել, որ այդ առումով դուք նշեցիք փորձում է զսպել, ինձ թվում է զսպել է մի բան էլ ավել եւ դա իրականում հրաշալի է, որովհետեւ այս պահեդրությամբ մենք գնաճ չունենք։ Այդ գնաճային այդ բարձր ցիկլը մենք ավարտել ենք։ Եվ իսկ ինչ վերաբերում է կառավարությունը ինչ է անում, եկեք այստեղ կարծում եմ ամեն մի պետական մարմին իր գործով պետք է զբաղվի։ Կառավարության խնդիրն է տնտեսական աճ ապահովելը։ Կենտրոնական բանկի խնդիրն է այդ կոնտեքստում գնաճ ապահովել։ Իհարկե կառավարությունն եւ կենտրոնական բանկը այլ համանadrական գործառույթներ էլ ունեն, բայց եթե դիտարկենք այդտեղ կառավարության խնդիրը տնտեսական աճ ապահովելն է, աշխատատեղեր ապահովելն է, աշխատավարձի ավելացում ապահովելն է, հա, գնաճը կենտրոնական բանկի խնդիրն է։ Եթե երկուսն էլ լավ են աշխատում, ինչպես այս տարի է տեղի ունեցել, այսինքն տնտեսական աճը բարձր է, աշխատավարձները բարձրացել են, կենսաթոշակը բարձրացել է, նոր աշխատատեղեր են ստեղծվել, մյուս կողմից էլ գնաճը ցածր մակարդակի վրա է, դա բերել է մարդկանց բնականաբար կենսամակարդակի ավելացման, ինչը արձանագրվել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից եւ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կարծիքով արդեն երբ որ 23 թվականը կամփոփենք, Հայաստանը իր պատմության մեջ, անկախության պատմության մեջ առաջին անգամ մեկ շնչին ընկնող համախառ ներքին արդյունքով դոլարային արտահայտությամբ կլինի առաջատարը Հարավային Կովկասում։ Մենք միշտ եղել ենք կամ երրորդը,
կամ երկրորդը։ Մենք միշտ կամ հետ ենք եղել եւ Ադրբեջանից եւ Վրաստանից, կամ հետ ենք եղել կամ Վրաստանից կամ Ադրբեջանից առանձին հատվածներով։ Հիմա առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք առաջ ենք մեկ շնչին ընկնող հնայով եւ Ադրբեջանից, նավթագազային Ադրբեջանից, եւ զբոսաշրջային եւ տրանսպորտային ֆանտաստիկ հնարավորություններ ունեցող Վրաստանից եւ մեկ շնչին ընկնող հնան բնականաբար պատմական առավելագույնը կլինի նաև Հայաստանի պատմության մեջ, մոտավորապես $8250 շրջանակում կլինի, հիշեցնեմ, որ ընդամենը տարիներ առաջ դա մոտ $4000 էր, այսինքն կրկնապատկվել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, դա բերել է նրան, որ մարդկանց ավանդները էականորեն ավելացել են բանկային համակարգում, տասնյակ հազարավոր մարդիկ բնակարաններ են գնել եւ այսպես շարունակ, այսինքն կենսամակարդակի ավելացում է տեղի ունեցել եւ սա փաստ է եւ սրա մասի խոսում են բոլորը, այդ թվում նաև արժույթի միջազգային հիմնադրամի եւ համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ Վերջերս շատ տնտեսագետներ մտահոգություն են հայտնում, որ ռուսական կողմը կարող է Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, ինչը տնտեսական ճգնաժամի պատճառ կարող է դառնալ։ Նախ խնդրեմ ասեք, թե սա որքանով է կանխատեսելի եւ ամեն դեպքում, եթե ռուսական կողմից սանկցիաներ լինեն, հայկական մեր իշխանությունների կողմից ինչ սսպող մեխանիզմներ կան, որ խուսափենք տնտեսական ճգնաժամից։ Հայաստանի Հանրապետությունը շատ ակտիվորեն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի ձեր նշած սցենարը թույլ չտանք եւ դա ամենօրյա տքնաջան 24/7 ռեժիմով առանց ճապազանության 24/7 ռեժիմով առանց շաբաթ կիրակի առանց գիշեր ցերեկի դա աշխատանք է, որը միգուցե տեսանելի չէ մեր քաղաքացիների համար եւ պետք էլ չի որ տեսանելի լինի, բայց նաեւ այդ դրանց արդյունքում է, այդ աշխատանքի արդյունքում է, որ այդ վատ կանխատեսումները չեն իրականանում, հուսով եմ, որ չեն էլ իրականանա, որովհետև մենք այդ աշխատանքը տանում ենք եւ իհարկե կա նաեւ սցենարներ, մենք բոլոր սցենարները քննարկում ենք ամենալավից մինչեւ ամենավատը եւ մշակել ենք եւ մշակում ենք գործողություններ, թե ինչ պետք է անենք այս ամենալավ սցենարում, մի քիչ ավելի լավ սցենարում, միջին սցենարում, մի քիչ վատ սցենարում, մի քիչ ավելի վատ սցենարում եւ շատ վատ սցենարում։ Բոլոր դեպքերում մշակված են բոլոր սցենարները, ընդ որում ոչ միայն տնտեսական, ֆինանսական, այլ նաեւ քաղաքական որոշումների, որովհետեւ այդ տնտեսական եւ ֆինանսական որոշումները նաեւ ես մեջ ունեն կարևոր քաղաքական բաղադրիչներ եւ գործողությունների արդյունքում կծնվեն բնականաբար համապատասխան գործողություններ։ Պարոն Պապեյան, Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 2024 թվականին Հայաստանում սպասվում է 5% տնտեսական աճ։ Կառույցը մեր տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշները հենց կանխատեսել է Հայաստանի համար։ Ինչով է այս պայմանավորված։ Ես ուզում եմ ասել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի բոլոր կանխատեսումները Հայաստանի հետ կապված մենք ավելի բարձր ենք անում, այսինքն 23-ի համար շատ ավելի ցածր ցուցանիշ էր կանխատեսել, քան փաստացիկա, 22-ի համար շատ ավելի ցածր, քան փաստացիկա, 21-ի համար շատ ավելի ցածր, քան փաստացիկա, 19-ի համար COVID-ի պատերազմի տարին չեմ ասում, որովհետև դա ոչ մեկ չէր կարող բնականաբար այսինքն տարվա սկզբում կանխատեսումները ուրիշ էին, տարվա վերջում ուրիշ էին, եւ այս դեպքում էլ իհարկե մենք շնորհակալ ենք, որ ամենաբարձր աճն է մեզ տրված, բայց մենք համաձայն չենք 5%-ին եւ մեր թիրախը 7%-ն է, որովհետեւ օրինակ մենք չենք ուզում վերանորոգենք 24 թվականի ընթացքում, ասենք 45 դպրոց, որովհետեւ մենք դրել ենք պիտի կառուցենք, չգիտեմ, 70-ը։ Սա է մեր թիրախները դրված են եւ մենք դա պիտի անենք եւ կանենք եւ սա դրա համար եթե պետք է որ շաբաթ կիրակի պետական պաշտոնյաները աշխատեն, պետք է շաբաթ կիրակի կան աշխատեն, եթե պետք է որ ավելի երկար մնան ու ավելի տեխնաջան աշխատեն, պետք է մնան եւ աշխատեն, սա որովհետեւ պետությունը ամենակարևորն է եւ այդ աշխատանքը պետք է բարձր որակով կատարվի։ Դուք ամեն տարի տարվա վերջում կանխատեսումներ եք անում եկող տարվա համար, օրինակ անցած տարվա ձեր կանխատեսումները գերակատարվել են, այսինքն սպասելիքները արդարացվել են։ Կխնդրեմ վերջում մյուս տարվա համար ինչ կանխատեսումներ ունեք։ Մյուս տարվա համար ես հույս ունեմ, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարեսկզբին մենք պիտի
կնքենք խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության պայմանագրի կնքումը պետք է բազմաթիվ այս պետք է դառնա մեր իրական անկախության սկիզբը, Հայաստանի Հանրապետության իրական անկախության սկիզբը, եւ այդ իրական անկախությունը ունի բազմաթիվ ենթաշերտեր, այդ թվում նաեւ տնտեսական եւ այլ հնարավորությունների ձեռքբերում Հայաստանի համար, եւ եթե այդ նպատակն իրագործվի, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը մտնելու է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, բարձր տնտեսական աճերի շրջափուլ։ Արդեն իսկ մենք մեր բարեփոխումներով այդ շրջափուլում ենք, բայց դա բոլորովին նոր մակարդակ է իմ կարծիքով, լինելու է բոլորովին նոր հնարավորություններ Հայաստանի ու Հայաստանի քաղաքացիների համար։ 24 թվականի համար ես կարծում եմ, որ մեր պետական բյուջեն, մեր թիրախները, մեր արդյունքային ցուցանիշները, մեր քաղաքականությունը, մեր ռազմական ծախսերը, մեր դիվանագիտական աշխատանքը, բոլորը նպաստում են նրան, որ մենք ունենանք մի այնպիսի միջավայր, որ այնպես ինչպես որ փակեցին 23-ը, բարձր տնտեսական աճ, կենսաթոշակի ավելացում, աշխատավարձերի ավելացում, պաշտպանական բյուջեի ավելացում, բազմաթիվ ոլորտներում ներդրումներ, զբոսաշրջության աճ, շինարարության աճ եւ այսպես շարունակ մենք կարողանանք 24-ն էլ այդպես ամփոփել եւ ասել, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում նաեւ տնտեսական անվտանգությունը բարձրացավ եւս մի քանի, այսպես ասած, աստիճանով։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։